Ողջույն։ Մի հատ գրառումների շարք ունի Նիկոլ Փաշինյանը, անունը Հատիկ առ Հատիկ։ Մի 10 օրը մեկ ինչ-որ հրապարակումներ է անում, թե ինչ է վերադարձվել պետությանը։ Իհարկե, թե ում է վերադարձել, ինձնից լավ գիտեք, ով էլ չգիտի, հաղորդման ընթացքում կանդրադառնամ։ Եվ այսպես։ Մեկ օր առաջ գրել էր, թե Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 350 քառակուսի մետր մակերեսով հողամաս, մոտավորապես արժեքը 2.392.000 դրամ։ Դրանից առաջ գրում է Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել Գլաձոր համայնքում 1600 քառակուսի մետր մակերեսով 2 հողամաս, մոտ 2 միլիոն դրամ արժեքով։ Դրանից առաջ գրում է Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Գառնի գյուղում գտնվող 6 հեկտար մակերեսով 1 միլիոն դրամ արժեքով հողամաս։ Այնպես էլ գրում է Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել, կարծես Ադրբեջանից է հետ բերել։ Իդեպ, դատախազությունը, որ 10 քառակուսու համար քրգործ է հարուցում, հետ է բերում իբր այն 200 հեկտար օկուպացրած տարածքից քանի մետր է հետ բերել։ Թե թշնամու զավթումները քրեական հանցագործություն չեն։ Վերադառնանք Նիկոլին։ Գրում է, վերադարձվել է Լոռու Կողես բնակավայրից 2 հեկտար մակերեսով 1.800.000 դրամ արժեքով հողամաս։ Ժորժ ջան, այսքանը միասին դեռ մեկ նախարարի դեկտեմբերին ստացած պարգևավճարի չափ չկա, այս սաղ թվարկածս։ Անընդհատ հեռուստատեսությամբ, իրենց մամուլով հրապարակվում են, թե պետությանն է վերադարձվել այսքան հողամաս, ժողովրդին է վերադարձվել այսքան հող, այսքան անշարժ գույք, այսքան շարժական գույք։ Վերադարձվել է ժողովրդին, վերադարձվել է պետությանը, համայնքին, Հայաստանի Հանրապետությանը, լավ է հնչում։ Տպավորություն է, թե հսկայական գործ են անում, թալան են հետ բերում, ու մարդիկ չեն խորանում դրա տակ, թե ինչ կա։ Օրինակ, X գյուղի դպրոցին կից կա ֆուտբոլի դաշտ, կողքին 200 քառակուսի անմշակ անտերության մատնված հողամաս։ Մեկ էլ Նիկոլը գրում է, թե այ դա ինչ-որ մեկի սեփականությունն էր, հիմա վերադարձվել է պետությանը։ Անցնում է 3 տարի, այդ հողը ոնց կար, այնպես մնում է անմշակ։ Ոչ մի բան դրա հետ տեղի չի ունենում, բայց արդեն պետական է։ Ոչ այն ժամանակ է ժողովրդին հետաքրքիր, ոչ հիմա հետաքրքիր։ Ուղղակի եթերով ֆռացնում են, փորձում ներկայացնել թալանի վերադարձ։ 200 քառակուսի մետր, բայց մի 30 հեկտարի աղմուկ։ Մարտունու Եսինվոր գյուղից 105 քառակուսի մետր հող են վերադարձրել, շուկայական արժեքը 210.000 դրամ, կամ հայտնի ռենջը $7,000, ինչքան շրջանառվեց, բայց կողքին մեկ այլ շատ թանկարժեք գույք ԿՊԱ-կան օլիգարխից չեն կարողանում վերցնել, ու դրա մասին լռում են։ ԿՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ Պլազա բիզնես կենտրոնի տարածքի համար դատախազությունը վարույթ է սկսում ու բոլոր դատական ատյաններում հերթով բարեխեղճ կերպով կռվում։ Մի քանի միլիոն դոլար արժեքով գույքը ընդամենը $5,655 Սուքիասյանից նվիրել էր 90-ականներին, երբ Երևանի քաղաքապետը Հայաստանի այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանն էր, այն ինքն էր տվել։ Այսօր այդ գույքի արժեքը ավելի մեծ է, քան Նիկոլի այսպես կոչված ժողովրդին վերադարձած բազմաթիվ հողամասեր միասին վերցրած։ Կարդում ենք Իջևան համայնքում շատրվանների մոտ ինչ-որ 30 քառակուսի հողամաս կա, հետ են բերում։ Սյունիքի Ալվանք բնակավայրում էլ մի 800 քառակուսի հող են հետ բերում։ Իջևանի Վալանսի փողոցում 600 քառակուսի մետր հող են հետ բերում։ Անկախության փողոցում նույն Իջևանի 10 քառակուսի մետր։ 10 քառակուսի մետր հողամաս են հետ վերցրել, ինչ որ մասնավորից։ Դատախազությունը նյութ է սարքում, Նիկոլն էլ դնում է իր էջին։ Կամ Իջևանի նույն Անկախության փողոցի վրա այլ հասցեից 30 քառակուսի, Մեղրի համայնքից 200 քառակուսի հողամաս։ Սրանք գործընթացներ են, որ եղել են միշտ 30 տարի, ուղղակի ամեն 10 քառակուսու հետ բերելու համար դատախազությունը մամուլի հաղորդագրություն չի տարածել, տեսանյութեր չեն պատրաստվել։ Հիմա կազմում են, մենք էլ հաշվում ենք, գումարում ենք ու տեսնում, որ մինչ այս թվարկածս բոլորը միասին վերցրած ավելի շատ չեն, քան Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետների պարգևավճարները ստացած։ Նիկոլն ու փոխվարչապետները ավելի շատ են պարգևավճար ստացել մի տարում, քան այն այսպես կոչված հետբերած գույքերի արժեքն է, որը թվարկում եմ արդեն 10 րոպե։
Ռեպորտաժներ են պատրաստում, թե Արարատի մարզում պետությանն է վերադարձվել 15 տարի չշահագործված մանկապարտեզի շենք, Նարեկ գյուղին է վերադարձվել մշակույթի տունը շուրջ 13 միլիոն 410 հազար դրամ արժեքով, մշակույթի տուն, որն ընդամենը $34,000 արժե, պատկերացրեք ինչ վիճակում է գտնվում։ Այդ դա հայտարարում են, բայց չեն հայտարարում, որ օրինակ պետությանը չի վերադարձվելու $16 միլիոն արժեցող Սպարտակ մարզադաշտը։ Չափազանց ուշագրավ է, որ դատախազությունը, որը 10 քառակուսի կամ 10 հեկտար հողի պահանջով մտնում է դատարան ու հաղթում, բայց շռնդալից պարտվում է ՔՊԱ-ներին պատկանող մի քանի միլիոն դոլարի գույքերի դեմ պատերազմում։ 300 մետր հողը մշակույթի վթարային տունը հետ է բերում, բայց Սուքիասյանի Սիրպլազան չի կարողանում։ Դատախազությունը ինչ հայց որ պաշտպանում է, կլինի մարդու բանտարկել, թե հողը ձեռքից առնել, կարողանում է, հասնում է, բայց ՔՊ-ին դառնում է անօգնական մի ինչ-որ մարմին։ Չեմ ուզում մտնել հայցի մեջ, արդյունքն է էս։ Հաղորդագրություն են տարածում, թե Իջևանում մի փողոցից 4 հատ հողամաս է վերադարձվել համայնքին։ Շուկայական արժեքները գումարում ես իրար ու պարզվում է, այդ 4 հողամասերի արժեքը միասին վերցված ավելի քիչ է, քան իջևանցի Նիկոլի Քավորի եղբայր դեպուտատի դեկտեմբեր ամսվա պարգևավճարը։ Ժորժ ջան, սրանք այդ կորած, մոլորած, քարտեզից ու գլոբուսից դուրս գտնվող հողերի մասին խոստում չեն տվել։ Հիշում եք սրանց ելույթները, դղյակների մասին էին, մատնացույց էին անում մոնումենտի դղյակները։ Կասեք, քանի դղյակ եք հետ բերել։ Հեսա կասեն Հովիկ Աբրահամյանի դղյակը։ Իսկ հիմա ում է պատկանում։ Այնտեղ ժողովուրդն է ապրում, թե Նիկոլամերձ մի օլիգարխ։ Ծաղկաձորում մի հատ հյուրանոց կար, Golden Palace, այն որ սեփականատիրոջ հետևից ընկան, իբր նվիրեց պետությանը։ Ժողովրդին է վերադարձվել, թե էլի ինչ-որ օլիգարխի։ Նիկոլի այս թվարկած ամբողջ հատիկ-առհատիկ շարքը այդ հյուրանոցի անգամ սան հանգույցների գինը չունի։ Դատախազությունը, որ շռնդալից հայտարարում է Կապան համայնքին է վերադարձվել 4 հեկտար մակերեսով հողամաս, Լոռու մարզի Օձուն բնակավայրում եւս 4 հեկտար մակերեսով հողամաս, Եղեգնաձորում 1.6 հեկտար հողամաս, Վայքում 1000 քառակուսի մետր, Աբովյանում, Գավառում ու էլի մի 10 քաղաքում հողամասեր, այդ բոլորի արժեքը գումարում ես ու անգամ այդ հյուրանոցի, այս հյուրանոցի երկրորդ հարկի զուգարանների գինը չի կազմում։ Իսկ ում եք վերադարձել այդ հյուրանոցը։ Ժողովրդին, սիրելի օլիգարխիտ, որի մասին Նիկոլիկին ասում է, թե նրա հետ առնչություն չունի։ Կրկնում եմ, այն գույքը, որ պետք է վերադարձվեր ժողովրդին, բայց վերադարձվել է ՔՊԱ-ական կամ ՔՊԱ-մերձ օլիգարխին 20 անգամ թանկ է, քան սրանց թվարկած հողերը միասին։ Այս դղյակներից որ մեկն է քեզ վերադարձել ժողովուրդ ջան։ Դե քանի որ ասում եք վերադարձել ենք Golden Palace-ը ժողովրդին, հերթ սահմանեք ժողովուրդ ջան, թող ամեն մեկը արձակուրդի սեզոններին հերթով գնա ձրի հանգստանա։ Ձեզ են վերադարձել ժողովուրդ ջան։ Բա ինչի՞ չեք գնում մի քանի օր դնջանակ։ Դատախազությունն ասում է 2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել շուրջ 10 միլիոն դոլարին համարժեք 280,338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, 2 մանկապարտեզ, 1 մարզադաշտ։ Ինչքան է պարգևատրվել ՔՊԱ-ական կառավարությունը 25 թվականի դեկտեմբերին։ Մոտավորապես այդքան։ Այսինքն ՔՊԱ-ականները պարգևատրվել են այդքան քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի, 1 մարզադաշտի չափ գումար 1 ամսում։ 10 միլիոն դոլար բերել են, 10 միլիոն դոլար պարգևատրվել են։ Ամբողջ 2025 թվականի ընթացքում համաձայն դատախազության 1 ամբողջ տարում վերականգնվել է ուշադրություն 80 միլիոն դոլար, այսինքն ավելի քիչ, քան անիվով թալանը եւ պարգևավճարները։ 80 միլիոն դոլար հետ են բերել, բայց 1 միլիարդ դոլար պարտք են վերցրել։ Մի ամբողջ տարում սրանք չեն կարողացել հետ բերել այնքան գումար, որքան մսխել են ընդամենը մեկ որոշմամբ Հայաստան համայնքական հիմնադրամից։ Կարճ ասած, թեև սրանք ասում էին թալանը վերադարձնելու են ժողովրդին, կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ, սակայն միայն օգտվողը եղել են ՔՊԱ-ականները, որոնց հայտարարագրերը արդեն պայթում են փքվածությունից։
Դատախազությանը հարցում եմ ուղարկում, թե քանի ՔՊԱ-ական է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցով, պատասխանում են առանձին վիճակագրություն չկա, բայց ավելի ազնիվ կլիներ, եթե պատասխանի մեջ գրեին ոչ մի։ Լույսի արագությամբ հարստացող ՔՊԱ-ականներից եւ ոչ մեկի ունեցվածքը ժողովրդին վերադարձնելու նպատակ բնականաբար չեն դրել։ Իհարկե, ժողովուրդն էլ շատ հանդուրժող է այս թալանի նկատմամբ։ Բայց սա էլ ունի վերջ, կարծում եմ։ Ընդամենը մի քանի ամսից, երբ այս իշխանությունը հեռանա, այդ ժամանակ կարծում եմ, ժողովուրդը ամեն մեկը մի հատ պոպկորնի ապարատ է գնելու իր տանը դնի, որ բազմոցին նստած հետևի սրանց թալանի մասին բացահայտումներին։